Ես ողջունում եմ մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնելով, որ 106 եւ 5 հաճախականությունն եք միացրել, կամ էլ մեզ այս պահին դիտում եք մեր թվային հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն է եւ թարմ ուղեղով իմ զրուցակիցը Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանն է, բարև ձեզ։ Ողջույն Մոնիկա։ Շնորհակալ եմ շատ, որ այստեղ եք, Տիկին Գրիգորյան։ Կարծես թե հանրապետականի հետ ձեր հարաբերությունները լարված են, սոցցանցերում համենայն դեպս այդ տպավորությունն է ստեղծվում, ինչ կասեք։ Անկեղծ ասած, ես չգիտեմ, մեր կողմից որևէ լարվածություն չկա, այսինքն դրան նպատակահարմարությունը քաղաքական ընդհանրապես չկա, հանրապետականը հայտարարել է, որ չի մասնակցում ընտրություններին։ Հավանաբար դուք նկատի ունեք հատկապես մերձ հանրապետական շրջանակների կամ նախկին հանրապետական падգամավորների եւ ոչ միայն ովքեր թիրախավորված, հատուկ այդպես ժամային նույնիսկ գրաֆիկ ունեն առավոտյան արթնանային երեկոյան քնելուց առաջ հատուկ ստատուսներ ձոնեն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, այդ իրանց մարտավարությունն է։ Այս նախընտրական փուլում, երբ պետք է ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը կենտրոնանա ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, ցավոք սրտի մերձ հանրապետական շրջանակներ կամ նախկին հանրապետականներ որոշել են, որ պետք է թիրախավորեն մեզ եւ մասնավորապես երկրորդ նախագահի, իսկ թե ինչու են դա անում, կարող եք նրանց հրավիրել եւ հարցնել։ Բայց մեր կողմից որ բացարձակ ոչ նպատակ կա, ոչ տրամաբանություն կա, հա, այդ բանի մեջ մտնելու, այդ դիսկուրսի հակամարտության մեջ մտնելու իհարկե հասկանալի է, որ չկա։ Ես նկատում եմ, որ հանրապետականի թիմը կարծես թե կամ նեղացած է, կամ էլ անհասկանալի է իրենց համար, թե իմպիչմենտի process-ը ինչու է այդպես ոչ սահուն գնաց ձեր կողմից եւ հաճախ ձեզ այդտեղ են մեղադրում, ասելով, որ ձգձգվեց երկար ժամանակ ստորագրությունների հարցը։ Մենք կրկին վերադառնում ենք նույն հարցերին, որովհետև այդ հարցերը անընդհատ գալիս են ջրի երես։ Դե իրականում այն փուլում, երբ որ մենք նախընտրական process-ների մեջ ենք քննարկել, թե ժամանակին impeachment ոնց է ընթացել, ինչ է ընթացել, վստահ չեմ, որ ամենաարդիական թեման է, բայց քանի որ հարցադրումը հնչեցվեց, պետք է ասել հետեւյալը, որ մենք ի սկզբանե impeachment-ի օրակարգին երբեք դեմ չենք եղել այն առումով, որ impeachment-ը սահմանադրական ճանապարհ է այս իշխանություններից ազատվելու, բայց եւ այնպես հարցեր են առաջանում, թե ինչպես դա պետք է տեղի ունենա, ինչ քայլեր կան impeachment-ի հասնելու համար, եւ երբ որ դրանց պատասխանները չես տանում, ավելի մեծ հարցեր են առաջանում, բայց դուք գիտեք, որ մենք ստորագրել ենք համապատասխան թղթի տակ, մենք միացել ենք impeachment-ի process-ին, բայց ցավոք impeachment-ի process-ի մեր միանալուց հետո որևէ բան տեղի չի ունեցել, արդեն ամիսներ շարունակ մեր ստորագրությունները կան, բայց չնայած մեր գործընկերների այն հավաստիացմանը, որ մեր ստորագրությունները լինելուց հետո իրադարձություններ են տեղի ունենալու, իրավիճակ է փոխվելու, ցավոք սրտի այդ ամեն ինչը տեղի չունեցավ, որովհետև այն գլխից էլ մեր հարցադրումները շատ տեղին էին, ասեք ինչպես են ԿՊ-ական падգամավորներ, մոտ 20 հոգի դուրս գալու ֆրակցիայից եւ միանալու impeachment-ի process-ին։ Եթե չկա ճանապարհային քարտեզը, ուղղակի խոսել impeachment-ի մասին տարբեր այսպես մեդիաներում, ես վստահ չեմ, որ դա շատ արդյունավետ է, ավելի շատ դա ինքը դարձավ ներընդդիմադիր ինչ որ կոնֆլիկտային թեմա եւ ոչ թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Եվ հանրության մոտ լարում ստեղծել։ Այո, ավելորդ լարում է, որովհետեւ ես հիմա հասկանում եմ, որ ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ մեզանից չեն ակնկալում միմյանց վրա ցեղ շպրտել եւ մեր գործընկերներն էլ տարբեր հարթակներում մեր թիմը առհասարակ հայտարարել է, որ մենք ընդդիմադիր դաշտում հակառակորդներ չունենք, միգուցե մրցակից, որը նորմալ է ընդդիմադիր նկատմամբ ընտրական պայքարի համար, բայց մեր ամբողջ ռեսուրսը եւ մեր ամբողջ միտքը կարողությունները կենտրոնացած են ընդդեմ այս իշխանությունների եւ առաջարկել ենք, որ առաջնորդվենք այդ տրամաբանությամբ։ Գիտեք նույնիսկ, որ Իշխան Սաղաթելյանը բանակցություններ էր վարում տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի գան համաձայնության մի քանի կետերի շուրջ, որոնցից մեկն էր ներընդդիմադիր պայքարի բացառում եւ ամբողջությամբ կենտրոնացում այս իշխանությունների դեմ։ Ասում եք, որ ձեր թիմը այդպես տրամադրված չի ընդդիմադիր այլ ուժերի հանդեպ եւ Թշնամական բառը չասենք էլի, դες զուտ ընդդիմադիր հայացքներ չունի, այսինքն հակա տրամաբանությամբ չեք շարժվում, իսկ ձեր հանդեպ ոնց է։ Դե կարծում եմ դա ակնհայտ է, որ բոլոր կողմերից դուք նկատել եք, զգում եք։ Միանշանակ ոնց չենք զգում։ Բոլոր կողմերից այդ հարվածը կա եւ թվում էր թե նախընտրական process-ում կա թիվ 1
հակառակորդում պետք է ամեն ձև իշխանությունից հեռացնել, բայց մարդիկ կան, ովքեր իրենց ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են մեր դեմ։ Դուք մի հատ նայեք քաղաքական դաշտում, ով վերակենում պարտադիր, ընդդիմադիր դաշտից, նույնիսկ այն մարդկանց, ում մենք շատ հարգանքով ենք մոտենում, իրենց պարտականություն են համարում մի հատ ամեն դեպքում Քոչարյանի դեմ մի բան ասել։ Եվ ես տեսնում եմ որոշ հատկապես նոր ուժեր, նոր գործիչներ, նոր ուժեր ու նոր գործիչներ, ովքեր այսպես 50-50 հարաբերակցությամբ Նիկոլ Քոչարյան բանը, այսպես իրենց հռետորաբանությունը 50-50 երբեմն նույնիսկ ավելի շատ մեր մասին են խոսում, մեր դեմ են խոսում, քան թե Նիկոլ Փաշինյանի, ու այստեղ հարցերը առաջանում, դուք մտել եք այս խաղի մեջ, այս ընդդիմադիր պայքարի մեջ, որ ինչ անեք։ Մեզ հարվածական երբ դրա մասին խոսվում էր, ասում էին, որ այ ժողովրդին վախեցնելու համար են հաճախ հնչեցնում Քոչարյանի անունը, բայց այսօր ես չեմ հասկանում։ Դե ամբողջ խնդիրն այն է, որ կան որոշակի ուժեր, ովքեր կնախընտրեին ցավոք սրտի, ես դա մեծ ցավով եմ արձանագրում, որ ընդդիմության մեջ էլ կան ուժեր, ովքեր կնախընտրեին Նիկոլ Փաշինյանը մնա, միայն թե Քոչարյանը իշխանության չգա կամ էական ազդեցություն չունենա գալիք ձևավորվող իշխանության մեջ։ Ցավոք այդպես է։ Երբ քաղաքացիական պայմանագրին սատարող եւ ձայն տվող մարդկանց ես հաճախ հարցնում եմ, թե ինչն է պատճառը, որ ատելություն կա Քոչարյանի հանդեպ եւ թիմի հանդեպ, հաճախ ասում են, թե ինչ է արել Քոչարյանը արցախցիների համար։ Ես այդ հարցը ուզում եմ ձեզ ուղղել, որպեսզի այդ մարդիկ ստանան իրենց հարցի պատասխանը։ Նկատի ունեք Արցախի էթնիկ զտումից հետո հավանաբար, որովհետև եթե վերադառնանք Արցախյան առաջին պատերազմին, պարզ է, չէ՞, ինչ է արել Քոչարյանը, ազատագրական պայքար եւ այլն, դրանից ավել ինչ պետք է ակնկալել մարդուց, չէ՞։ Բայց դրանից հետո էլ բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին Քոչարյանների ընտանիքը հաճախ չի խոսում կամ ընդհանրապես չի խոսում, դրանք չեն բարձրացնում, այսինքն կան մարդիկ, ովքեր ինչ-որ բան անելուց հատուկ դրա մասին գրառումներ են անում, ռեպորտաժներ են սարքում, հրապարակայնացում են, բայց կան նաև գործընթացներ, որոնք պարտադիր չէ, հատկապես եթե բարեգործական բնույթի բաներ ես անում, ես կարծում եմ ինձ համար էլ է հոգեարազատ ինչ որ բան անելուց դրա մասին չբարձրացնել, բայց ես վստահեցնում եմ, որ այդ ամեն ինչը կա, եթե օրինակ դες անձնապես հետաքրիր է, կարող եք դիմել, իրանք շատ մեծ ցանկ կտանեն ամեն ինչի, ինչ որ իրականացրել են, բայց ես էլ չեմ հիշում դրա մասին հատուկ հրապարակային եղել են հայտարարություններ, թե չէ, եթե չեմ սխալվում, նույնիսկ չեն էլ եղել այդպիսի հայտարարություններ։ Չեք կարծում, որ ամեն դեպքում ինչ որ մասով պիտի դա հանրայնացվի։ Ես ախր շատ երկակի է, մի կողմից սկզբունքային հարց է, չէ, դու քո հայրենակցին օգնում ես, Մոնիկա, ես որ շատ ավելի սահմանափակ հնարավորություններն եմ օգնելու համար, ամիս չկա, որ մի քանի ընտանիքի հետ կապված ինչ որ բան չանեմ, բայց ես գետինը կմտնեմ, եթե ես դրա համար ես այդ մասին հրապարակային հայտարարություններ անեմ։ Ես իսկապես գետինը կմտնեմ, այսինքն տուն-տեղ կորցրած, ամեն ինչ թողած մարդու մի փոքր բանով օգնելուց հետո դու ասես, այ ես սա եմ արել։ Դրա հաշվին դրա հաշվին PR-վել, ես վստահ չեմ էլի, որ դա ճիշտ քաղաքականություն է, հատկապես մի մարդու համար, ով Արցախի նախագահ է եղել, ազատագրական պայքարի մաս է եղել։ Բայց դա մոտեցման հարց է։ Կարծում եմ, այս փուլում իրանք էլ որոշել են, որ դա հատուկ հրապարակային դարձնելը այդքան էլ ճիշտ չի։ Եթե ընտրություններից հետո կարիք լինի փողոցային պայքար, այսպես փողոցում ուժերը գեներացնել, արդյոք դուք ընդդիմության մյուս տեխնացուների եւ ուժերի հետ պատրաստ եք այդ քայլին գնալ։ Նախ ես ուզում եմ այն գլխից ասել, որ ես այդպիսի տպավորություն եմ ստանում ընդհանուր նարատիվներից, որ ամենահասկանալի մեսեջներով մենք ենք հաղորդակցվում, որ չենք ասում, այս մեկին չենք միանա, նրան չենք միանա, ասում ենք մեր հիմնական խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, եւ դրա հետ պատրաստ ենք բոլոր տեսակի քննարկումներ իրական ընդդիմադիր ուժերի հետ։ Եվ այո, անհրաժեշտության դեպքում փողոցային պայքարի գեներացիայի համար պարզ է, որ մենք պատրաստակամ ենք, ամբողջությամբ պատրաստ ենք այդ քննարկումը ունենալու եւ համապատասխան գործողությունների ծրագիր մշակելու եւ իրականացնելու համար։ Այսինքն, այստեղ նույնիսկ մեզ այդ հարցադրումը տալը անտեղին է, որովհետեւ այն գլխից պարզ է, որ մենք դա անելու ենք, որովհետեւ այն ուժը, որ այսքան տարիներ առաջնագծում պայքարել այս իշխանությունների դեմ, չի կարող մեկ էլ ասել, չէ, ոչ մի բան չենք անում։ Պարզ է, չէ, որ շարունակել ենք մեր պայքարը բոլոր հնարավոր մեթոդներով, ընտրություններից հետո անհրաժեշտության դեպքում նաև փողոցային պայքարի տարբերակով։ Այ ես Սամվել Կարապետյանի թիմի հետ կապված հաճախ եմ լսում, որ այ ես ուժը եկել է, որպեսի իր ձայները հետագայում փոխանցի Քոչարյանին։
չեմ հասկանում միշտ տրամաբանությամբ, այդ խոսակցությունները ամեն դեպքում լսում եմ, բայց ընդհանուր առմամբ, եթե այնպես ձևավորվի ընտրությունների արդյունքում, որ պիտի ընդդիմությունը առաջադրի մեկ թեկնածուի, դուք պատրաստ կլինեք ձեր ձայները տալ, իհարկե դուք հայտարարել եք դրա մասին նաև կարծես թե։ Այո, մենք մեր դիրքորոշումը այստեղ էլ շատ թափանցիկ է, շատ պարզ է, եւ նախագահ Քոչարյանը եւս դրա մասին խոսել է։ Տեսեք, ընդդիմությունը գնում է յուրաքանչյուրը իր մաքսիմալ ձայների գեներացիայի ճանապարհով, այսինքն մենք խնդիր ենք մեր առջև դրել ամենաշատ ձայները կարողանանք կոնսոլիդացնել, մյուս ուժերը եւս հավանաբար յուրաքանչյուր այս փուլում մտածում է հնարավորինս շատ ձայն կոնսոլիդացնելու մասին։ Եվ մեր դիրքորոշումը շատ պարզ է։ Այն ուժը եւ այն անձը, ով կկարողանա ամենաշատ ձայներ այստեղ հավաքել բառը, լավ բառ չի, բայց տեղին է հավաքել, բնականաբար նրանն է լինելու վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը։ Սա քաղաքական պարզ տրամաբանություն է։ Մենք փորձել ենք ամեն բան անել, որ ամենաշատ ձայնը մենք հավաքենք եւ հետեւաբար մեր վարչապետի թեկնածուն հավաքնի դառնալ հաջորդ ղեկավարը։ Մնացածը ենթադրում է, որ ելի առաջնորդվում են այդ տրամաբանությամբ, ով ավելի շատ ձայն հավաքի, քաղաքական տրամաբանությունն այն է, որ նրան է վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը։ Հանրապետականից Աննա Մկրտչյանը վերջերս էս տաղավարում էր ու երբ ես հարցրեցի, դուք չեք մասնակցում ընտրություններին, ում է ընտրելու ձեր ընտրողը, նա վստահորեն ասաց, որ հաստատ ոչ Նիկոլ Փաշինյանին, բայց այստեղ էլ հարցեր կան, եթե ոչ Նիկոլ Փաշինյանին, ապա ում։ Արդյոք հանրապետականի ընտրազանգվածում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ ընտրել եւ ինչի համար։ Ես կարծում եմ այդ ինձ հասցեագրված հարց չէ, այսինքն ես չեմ հասցեատեր այդ հարցի, ես տեսնում եմ, որ ես վստահ եմ, որ հանրապետական ակտիվ ընտրազանգվածը մարդիկ երբեք ձայն չեն տա Նիկոլ Փաշինյանին, ես դա տեսնում եմ, բայց թե ում ձայն կտան, այդ արդեն իրենց կուսակցական որոշումներն են, իրենք պետք է այդ որոշումը կայացնեն։ Ես հողի վրա շփումներով տեսնում եմ ում են իրենք ավելի հակված ձայն տալու, դրա մասին չխոսեմ, որովհետև կրկնում եմ, այդ հարցի հասցեատերը իրականում ես չեմ։ Բայց որ ավելի քիչ հակված կլինեն մեր ուժին ձայն տալու, դա եւս տեսնում եմ։ Վերջին գրառումներում տարբեր հանրապետական գործիչներ եւս դրա մասին խոսում են, որ հանրապետականները չպետք է մեծ ձայն տան։ Բայց ինչու Տիկին Գրիգորյան։ Դե ընդհանուր ես հիմա եթե անկեղծ լինենք, հիմա փաստացի ստացվում է մեր զրույցի մի հատվածը նվիրեցինք էլի այդ ամեն դեպքում այդ նարատիվների քննարկմանը, ոչ թե նրանց նվիրեցի կամ նրանց դեմ խոսեցինք, այլ այդ նարատիվների քննարկմանը, որը ոչ մի բան է փուլում, անկեղծ եմ ասում, ոչինչ դա մեզ չի տալիս։ Լավ, սպասենք ընտրություններից հետո մենք կզրուցենք էլի։ Հա, բայց մինչև նախընտրական փուլը այնքան գործ կա անելու, այնքան մարդկանց հետ կոմունիկացվելու անհրաժեշտություն կա տարբեր թեմաներով։ Ես օրինակ առիթը բաց չեմ թողնում խոսելու Մարզեր գնում եք, չէ՞։ Այո, այն ճակատագրական փուլի մասին։ Ես ընդհանրապես չեմ սիրում ծայրահեղականացնել իրավիճակները, սենց էքստրեմալ բառապաշարով խոսել իրավիճակների մասին, բայց վստահ եմ, որ այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են լինելու հայ ժողովրդի եւ հայ ժողովրդի ապագայի մասին։ Ի վերջո հիմա է որոշվելու, մենք մեր անկախ պետականությունը պահպանում ենք, որտեղ հիմքը մեր ազգային ինքնությունը պահպանվում է, թե մենք գնում ենք արևմտյան Ադրբեջան այս ձևավորված մոդուլով, որը ձևավորել է Ադրբեջանի կողմից, այսինքն Ադրբեջանի պահանջած սահմանադրությամբ, մեր խորհրդանիշների անարգանքով, մեր պատմության վերանայմամբ, հերոսամարտը արկածախնդրություն դիտարկելով, ի վերջո մենք հասել ենք մի իրավիճակի, որ Արցախյան հերոսամարտը, որ մեր ժողովրդի պատմության մեջ եզակի հաղթանակներից էր հպարտանալու առիթը, հիմա ասում են դա սովորական արկածախնդրություն է, դա չպետք է տեղի ունենար, այսինքն անարգում է նույնիսկ այնինչ մեզ համար ազգային հպարտության առիթ է։ Ես իսկապես կարծում եմ, որ սա ճակատագրական ընտրություններ են, եւ այս ճակատագրական ընտրությունները պետք է յուրահատուկ պատասխանատվություն տա յուրաքանչյուր քաղաքացու։ Ես հիմա նաեւ շփվում եմ մարդկանց հետ, ովքեր ասում են ընտրության չենք գնալու, բայց դրանով ես չգիտեմ դրանով ում են օգուտ տալիս։ Իմացեք, որ յուրաքանչյուր մարդով չգնա ընտրությունների, ինքը կողմ է քվեարկում Նիկոլ Փաշինյանին եւ հետեւաբար Ալիևին եւ Արևմտյան Ադրբեջանի խոսույթին։ Որ կամած դա իրականությունը դառնալու, որևէ մեկի համար գաղտնիք է, որ եթե Աստված մի արածը Նիկոլ Փաշինյանը մնաց իր աթոռին, հաջորդ process-ը, որի մեջ ներքաշելու է ամբողջ ժողովրդին, սահմանադրական հանրաքվեն է լինելու, որ մի ամբողջ սահմանադրություն պետք է փոխի
հանուն Ալիևի։ Ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ոնց էր ասում. այս սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հակով կարված սահմանադրություն է։ Հիմա սահմանադրությամբ նախ ինքը վատ չի տեղավորվել, նույնիսկ մի քիչ էլ էսենց իրան ավելի լավ հարմարացրել է այս սահմանադրությունը, իդեալական ապրում է այդ սահմանադրությամբ, բայց բարձում է իր համար ավելի նախընտրելի է Ալիևի հակով սահմանադրությունը նույնիսկ, քան նախորդ սահմանադրությունը։ Նկատի ունեմ մեր ժողովրդի բոլոր նյուանսները պետք է հասկանա, որ այն խոսույթը խաղաղության մասին, որ հիմա կա, որ իրականում ֆեյք օրակարգ է, եւ այն մարդը, ով այսքան պատերազմ է բերել մեր երկրին եւ մեր ժողովրդին, իրական խաղաղություն չի կարող բերել։ Հիմա նախընտրական զինադադար է, բայց մնացած ուժերն էլ որ կան, որևէ մեկը արկածախնդիր չի այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ զինադադարը դարձնելու է իրական խաղաղություն։ Շատ սահուն կերպով եկանք հասանք իմ հաջորդ հարցին, իշխանությունը շահարկում է խաղաղության կուսակցություններ եւ պատերազմի կուսակցություններ։ Դե ինչպես հասկանում ենք, դուք այդ պատերազմի կուսակցության շարքերում եք։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ եք դուք անում, որպեսզի այդպես չընկալի ձեզ ժողովուրդը։ Հետաքրքիր բան է, չէ՞։ Մի ուժ, ում օրոք եղել են ամենախոշոր պատերազմները, ամենախոշոր կորուստները, կարողացել է իրեն դիրքավորել որպես խաղաղություն բերող, իսկ օրինակ այն ուժը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ում օրոք եղել է ամենահարաբերական խաղաղ պայմանները, իրեն դիտարկում է որպես պատերազմի կուսակցություն։ Լավ, ո՞նց է սա հնարավոր։ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն մեր երկրի միակ պատերազմի կուսակցությունն են։ Արցախի հարցը փակել են եւ պատերազմ այլևս չի լինելու։ Իսկ այն ուժերը, ովքեր ընտրություններին մասնակցելու են, այդ թվում դուք գալու եք եւ Արցախի հարցը բարձրացնեք, հետեւաբար պատերազմ եք հրահրելու։ Նախ իրանք ով են, որ մի հատ հարց փակեն։ Իրանք չեն կարող այդ հարցերը փակել։ Այդ հարցը փակել է իրանց համար Ալիևը, իսկ վերջնական փակելու համար մի հատ էլ ասում է գնա սահմանադրությունդ փոխի։ Ու իրանք թո իմանան իրանք ինչ մասշտաբի գործիչներ են այդ հարցը դիքին Բայց հիմա ես ուզում եմ մի հատ հարց տալ, էլի մենք սենց անկեղծ խոսենք։ Եթե մենք խոսում ենք մեր օրինակ տարածքների դեօկուպացիայից, մենք պատերազմ ենք ուզում։ Այսինքն չխոսանք մեր տարածքների դեօկուպացիայից։ Կամ օրինակ արցախցիների վերադարձի իրավունքի մասին բարձրաձայնով, որ միջազգային իրավունք է, բնական իրավունք է, մենք պատերազմ ենք ուզում դրանով։ Բայց փաստորեն Ալիևը մեր նկատմամբ ամենօրյա պատերազմի բանա հրձիկա, որ խոսում է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին։ Այն ես իմ ելույթներից մեկում այս վերջերս ասում եմ Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը հայկական է, ու դա պարզվեց, որ բանա պատերազմի հրձիկ եմ ես, պատերազմ եմ հրահրում Ադրբեջանի դեմ։ Հասկանում եք ինչքան են իջացրել այդ սերմանելու նշաձողը նույնիսկ, որ եթե դու խոսում ես Ամարասի մասին, որ Ամարասի հայկական լինելը պետքա պաշտպանված լինի միջազգային կառույցների շնորհիվ, դու դառնում ես պատերազմ ցանկացող։ Այսինքն մենք պետքա մոռանանք ինչ կար չկար այս տարածաշրջանը, որ հայկական էր, մենք պետքա խաչ քաշենք ամեն ինչի վրա, մոռանանք ընդհանրապես, որ մենք այս տարածաշրջանում ներկայություն ունենք, քաղաքակրթություն ենք ստեղծել եւ դրա մասին խոսել նշանակում է պատերազմ, դա չի նշանակում։ Ես մեր կներես էլի Մոնիկա ջան։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, որ դա պատերազմ չի նշանակում։ Ընդհակառակը ամեն անգամ, այսպես ամեն բան զիջելուց հետո Ալիևի ախորժակը ավելի շատ է բացում, որ ավելի մեծ հակվածություն է բերում պատերազմի։ Տեսեք, այս տարիների ընթացքում ինչքան բան են զիջել, այնքան ավելի ավելացել է ախորժակը։ Հիմա հասել ենք մի կետի, անդրադրամասն եմ խոսում, բայց դա անասելի բան էր, երբ որ դու կարողանաս քո երկրի ներսում սկսես քննարկել քո համանadrության փոփոխության հարցը, միայն նրա համար, որ Ալիևն է ցանկանում, բայց մենք այդ օրի ենք հասել։ Միջազգային իրավունքի մասին մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ենք ունեցել ու միջազգային իրավունքը լավ 70%-ով էլ չի աշխատում։ Եկեք դա մի կողմ դնենք, չհենվելով դրա վրա։ Մենք ունակ ենք խոսել այդ ամենի մասին եւ բարձրաձայնելուց զատ նաեւ գործողությունների դիմել։ Նկատի ունեք հույսը չդնելով դրսի վրա, միջազգային իրավունքի վրա, մենք միջազգային հարաբերությունում կարևոր սուբյեկտ ենք եւ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի դարձել ենք սուբյեկտ արդեն, մենք պատերազմից հետո օբյեկտ էինք դարձել։ Այո, մենք ինչքան էլ մեզ փորձեն ասել, որ մենք ոչ մի բան ենք, որ մեր պետությունը ոչինչ է, վերջացած է, հայ ժողովուրդը վերջացած է, այդպես չի։ Եվ այո, պատերազմից հետո փոխանակ փորձեինք վերականգնվել, ոտքի կանգնել, հիմա ընդհակառակը ասում են մենք ով ենք, որ ձեն հանենք։ Ախր հասկանում եք, Մոնիկա, նոր խոսեցի, բայց ելի եմ ուզում ասել, ոնց կարելի է դու հասնես մի օրի ու դու քեզ համարես ինքնիշխան այն պարագային, որ Արցախ բառը ասելուց հետո պետք է ստիպված ներողություն խնդրես։ Իսկ Ցեղասպանություն թանգարան ինստիտուտի ղեկավարը, որ Արցախում
կոտորածների վերաբերյալ գիրք ա նվիրում J.D. Vance-ին, իրեն հեռացնեն աշխատանքից ու ոչ ես կողմ ոչ են կողմ հրապարակային հայտարարեն, որ հենց դրա համար ենք հեռացնում։ Բա դուք ինքնիշխան էիք։ Ինքնիշխան պետության մեջ հնարավոր է նման բան տեղի ունենա։ Եկեղեցի բարեկարգել, Այո, որովհետև պատարակների ժամանակ Արցախի անունն է հնչում։ Ու հիմա մենք բոլորս համոզվում ենք, չէ, որ դա եկեղեցու բարեկարգման օրակարգ չէր։ Կար ադրբեջանական պահանջ, որ պետք է այստեղ եկեղեցու դերը զրոյացվի, որ կաթողիկոսը իրավունք չունենա արցախցիների մասին խոսել։ Ի վերջո կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոսն է, այդ թվում նաև արցախցիների հոգևոր առաջնորդն է։ Եթե ինքը չի, ապա ով պետք է խոսի նրանց իրավունքների մասին, չէ։ Եվ այդ պարզ իրողությունները իրենք չեն հասկանում։ Կրկնում եմ, մենք հասել ենք այն օրի, որ Արցախ ասելուց հետո ներողություն ենք խնդրում, Նիկոլ Փաշինյանը կամ նրա այլ գործընկերներ տարբեր հարթակներում առաուտից իրիկուն շնորհակալություն Ալիև, կներեք Ալիև, ներողություն ենք խնդրում։ Մի օր հասնելու ենք նրան, որ մեր պետությունը դառնալու է իրանց բանով, հա, ձևակերպումներով օկուպանտ երկիր։ Եթե իրենք 90 թվականից հետո տեղի ունեցողը Արցախի ժողովրդի պաշտպանության համար տարված պայքարը իրենք ներկայացնում են որպես արկածախնդրություն, նշանակում է վաղը մյուս օրը ասվել են Մոնթել հերոս չի եղել, արկածախնդիր մեկն է եղել, որ Արցախը ոչ թե ազատագրել ենք, այլ գնացել օկուպացրել են, եւ այսպես այնքան մեծ, այսպես փաստաթղթեր են տալիս Ալիևին, որ վաղը մյուս օր տարբեր հարթակներում մեզ օկուպանտ երկիր կարգեն։ Տիկին Գրիգորյան, 20 թվականից հետո անդադար այս ամենի մասին խոսվում է, թե ինչ վատ վիճակում ենք, մենք հայտնվել ու շարունակաբար այդ ճանապարհը տանում է մեզ դեպի վատ տեղ, ինչեր են մեզ սպասում թերքացում եւ այլն։ Բայց մենք այսօր ընտրությունների նախաշեմին շարունակում ենք քննարկել այն հարցը, լավ Նիկոլ Փաշինյանը 50+1 ձայն է հավաքելու, թե մի քիչ։ Ոնց է այդպես ստացվում։ Ճիշտ եք ասում, դա մասամբ նաև մեր բաց թողումն է։ Չնայած ես ինքս սիրում եմ անդադ հետ նայել, մտածել ինչ կարող էի ես ինքս եւ մենք բոլորս անենք, որ այսօր արդեն որևէ մեկի համար հարցական չլիներ, թե ինչ քաղաքականություն է վարվում այս իշխանությունների կողմից։ Դե եթե դեռ մենք ունենք այդ իրավիճակը, որ մարդկանց մի խումբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ճիշտ է, անկախ նրանից այդ խումբը քանի տոկոս է, եթե նույնիսկ 20% է, եթե նույնիսկ 25% է, մենք նշանակում է ինչ որտեղ թերացել ենք, օբյեկտիվորեն թերացել ենք, որովհետև տեսեք, այն օրը ես վիդեո բերեց, որտեղ 21 թե 22 թվականներ դիմադրության շարժումն էինք սկսել, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի մասով նշաձողը պետք է իջեցնենք։ Եվ դիմադրության շարժման ժամանակ երկու հիմնական լոզունգ ունեինք. Վերջ Արցախի հայաթափմանը, ոչ Արցախի հայաթափմանը եւ ոչ Հայաստանի թրքացմանը։ Նույնիսկ այն ժամանակ ես հիմա շատ անկեղծ եմ ուզում ասել, այդ լոզունգները մենք տեսնում ենք քաղաքականություն գնացող, բայց նույնիսկ ամենավատ պատկերացումներով դժվար էր պատկերացնել, որ այդ լոզունգներն իսկականից իրականություն կդառնան։ Նույնիսկ 21 թվականին, 22 թվականին ինչքան էլ մենք տեսնում ենք վատատեսական այդ սցենարները, անկեղծ իմ մտքով չէր անցնի, որ այսօր Արցախում մի քանի տարի հետո ոչ մի հայ չի ապրելու։ Մենք այդ վտանգը տեսնում ենք, բայց դրա ամբողջական իրականացումը նույնիսկ ես միջևեր չէի պատկերացնում։ Հիմա Արցախը հայաթափվել է։ 21-ից 26 թվականի Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը ու իր համար ձեռքբերումն է, Արցախի կորուստն է։ 21-ից 25 թվականներին, երբ որ պատմության դասագրքեր գրված լինեն, ոչ մեկ չի խոսելու ասֆալտի մասին, լավ կամ վատ ասֆալտի մասին, թոշակի բարձրացման կամ չբարձրացման մասին։ 21-ից 25 թվականները արձանագրվելու են հայ ժողովրդի համար որպես մեր հայրենիքի մի կտոր Արցախի կորստի տարիներ, եւ մեր տարածքների օկուպացիայի տարիներ, եւ այս ներազգային թշնամանքի տարիներ։ Դա է լինելու։ Ոչ մեկ իսկապես չնայած շատ կարևոր է թոշակի մասին խոսելը, ասֆալտի մյուսի մասին, բայց պատմական արձանագրումը, որ մեր երեխեքն էլ հետո կարդալու են այդ տարիների մասին, ֆիքսվելու է որպես Արցախի կորուստի տարիներ։ Եվ Նիկոլ Փաշինյանի միակ իր համար ձեռքբերումը Արցախի կորուստն է, որով իրենք հպարտանում են իմիջիայլոց։ Ես տպավորություն ունեի, որ 23 թվականից հետո գոնե պիտի իրավիճակը մեղմվի այն իմաստով, որ այդ հայաստանցի, ղարաբաղցի եւ այդ ատելությունը, որ կա, մեկ ազգի մեջ գոնե պիտի այդքան չլինի, բայց ես տեսնում եմ այսօր, որ տարիներ անց այդ խոսույթը ավելի է սրվում ու մարդիկ շարունակում են այդ ատելությունը ունենալ։ Դա մի մեծ ողբերգություն է, որ այդ թշնամանք, չգիտեմ այդքան սրեմ ասեմ թշնամանք, բայց անհանդուրժող վերաբերմունքը կա, ես դա փաստացի տեսնում եմ։ Թշնամանքի է վերածվում։
Ցավոք սրտի այդպես է։ Բայց դա ինչու է տեղի ունենում։ Ոչ միայն սովորական անձնային մակարդակով է այդպես, այլ բարձր մակարդակով այդ քաղաքականությունն է տարվում։ Դուք միայն տեսեք Նիկոլ Փաշինյանի եւ մետրոյում կնոջ միջև բանավեճը։ Դուք կարծում եք դա պատահական բառեր են։ Չէ, սովորաբար մարդիկ բարկացած ժամանակ ասում են այնինչ մտածում են, որ նույնիսկ կթաքցնեին այլ ժամանակահատվածում։ Հիմա ինքը ասաց այնինչ ինքը մտածում էր, փախածներ, դուք դեռ 31 բան խոսալու, մենք այսքան փող էինք ձեզ ուղարկում։ Բայց դա ամենաբարձր մակարդակով իրականացված հայտարարություններ են։ Դուք տեսեք ԿՊ-ական падգամավորների հայտարարությունները արցախցիների մասին, պետական քաղաքականություն է իրականացվում։ Ու շատ ցավոտ է, որ այսօր արցախցիներ, տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից։ Իրենց մշտական բնակության վայր ընտրել են այլ երկիր, որովհետև այստեղ, այո, այդ մթնոլորտը կա։ Ես հիմնականում տաքսով եմ երթևեկում եւ ամենահաճախը հանդիպում եմ վարորդների, ովքեր Արցախից են։ Իհարկե երկար խոսում ենք եւ այլն, բայց նրանցից գրեթե 90%-ը խոսում է դրա մասին, որ կա ընդգծված վերաբերմունք իրենց նկատմամբ։ Կան իհարկե մարդիկ, ովքեր իսկ հակառակ կողմից կա։ Այո, հենց այդ է ասում, որ կան նկատի ունեք ում կողմից։ Արցախցիների կողմից Հայաստանի Հանրապետությունից։ Ոչ, ես չեմ տեսել դա, բացարձակ չեմ տեսել։ Միգուցե առանձին անհատների նկատմամբ, իշխանության նկատմամբ, ինչ-որտեղ ընդդիմության նկատմամբ, չգիտեմ, բայց ոչ ժողովրդի նկատմամբ։ Ես չեմ տեսել որևէ արցախցի, որ ժողովրդի մասին, հա, Հայաստանում ապրող հայերի, իրենց հայրենակիցների մասին այլ կարծիք ունենա։ Այդպես բան ուղղակի չկա։ Իհարկե արցախցիները նշում են նաև այն մարդկանց, այն Հայաստանում ապրող իրենց հայրենակիցների, ովքեր ամբողջությամբ սատարում են, օգնում են, այսինքն այսպես պետքա չներկայացնել էլի այն տրամաբանությամբ, որ բոլորը դեմ են արցախցիներին, այդպես չի։ Կան մարդիկ, ովքեր շատ ուշադիր են, հոգատար են, աշխատանքի հնարավորություններ են ստեղծում, օգնում են մշտապես, այդ կողմն էլ կա։ Բայց ցավոք, քանի որ տարվում է այսպես քաղաքականություն ամենաբարձր մակարդակով ընդդեմ մեր հայրենակիցներին, դա հողի վրա իր դրսևորում ունենալու է։ Ազգային ժողովում Արեն Սիմոնյանը ձեզ հորդորում էր, որ Ռոբերտ Քոչարյանի հետ գնաք Կապան եւ փողոցներում քայլեք եւ ստուգեք արդյոք մարդիկ ձեզ կընդունեն այնպես, ինչպես իրենց են ընդունում։ Դուք քանի որ նշեցիք մարզերում լինում եք, Կապան հասցրել եք։ Դեռ չեն, դե ես մշտական գնում գալիս եմ։ Նախագահ Քոչարյանի եւ թիմի հետ դեռ չենք գնացել, Կապան կգնանք, բայց գիտեք ինչն էր հետաքրքիր։ Այդ օրը, որ ինքը այդ նախադասությունը ասեց, բառացիորեն 2 ժամ հետո ինքը դուրս է գալիս Դեմիրճան փողոց եւ հիշում եք Միքայել Մարգարյանի հետ այդ վեճն է տեղի ունենում, այսինքն ինքը սկի Դեմիրճան փողոցի վրա հանգիստ չի կարողանում քայլի, մի հատ համարցակվում է ինձ խորհուրդ տալ, որ ես գնամ Կապանում Սյունիքում քայլեմ, չգիտեմ, էլի լրիվ կտրվել են իրականությունից, անկեղծ եմ ասում։ Հետո իրանք ամեն օր տեսնում եք, որ գնում են տարբեր հատվածներում շփվում են, ու գրեթե այդպիսի էպիզոդ չի լինում, այսինքն օր չի լինում, որ իրանք դուրս գան եւ խայտարակ հետևանքներ չլինի։ Մի օր դուրս են գալիս Արցախցու հետ են կռվի մեջ մտնում խայտարակ ձևակերպումներով, մի օր դուրս են գալիս եկեղեցի են գնում, որից հետո երիտասարդը միջև հիմա կալանքի տակ է։ Այսինքն այս իրավիճակները մշտական են իրենց ուղղորդելու եւ ինչքան էլ փորձեն այդ տեսարանները ստանալ, որ իրենց բոլորը սիրում են, բոլորը գալիս խոնարհվում են Նիկոլ Փաշինյանի առաջ, իհարկե բացի կազմակերպվածից իրականում կան մարդիկ, ովքեր դեռ սատարում են Նիկոլ Փաշինյանին, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ասում եմ, այդ բոլորը բեմականացված են, ոչ կան մարդիկ, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին, ովքեր գնում են իր մոտ տարբեր հարցերով, այդ թվում նաև հղիանալու խնդիրներով, բայց ամեն դեպքում երեխաներին ամուսնացնելու, այո, երեխաներին ամուսնացնելու դեպքով, բայց իրենք թող չկտրվեն իրականությունից, Նիկոլ Փաշինյանը վաղուց 18 թվականի Նիկոլը չի եւ մեր Հայաստանն էլ վաղուց 18 թվականի Հայաստանը չի։ Ընտրություններով իշխանություն երբևէ փոխվելու է Հայաստանում։ Այո, փոխվելու է, եթե մինչև այսօր չի փոխվել, պետք է ամեն բան անել եւ մենք անում ենք դա, որպեսզի այս ընտրությունները դառնան հենց այդպիսին։ Շնորհակալ եմ ձեզ։ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։